Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ Մեդիա Հաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես կրկին իշխանության կողմից շրջանառության մեջ է դրվել Հայաստանում 5-րդ շարասյան գործունեության մասին թեզը, որի թիրախը բնականաբար ընդդիմությունն է։ Սակայն քանի որ իշխանությունը չի շեշտում, թե կոնկրետ ընդդիմության որ թևերին նկատի ունի, հետեւաբար կարող ենք ենթադրել, որ բոլոր այն մարդիկ, բոլոր այն ուժերը, որոնք քննադատում են այս իշխանությունների ազգակործան գործունեությունը, տեղավորվում են հենց այդ 5-րդ շարասյան մեղադրանքների տրամաբանության մեջ։ Բնականաբար իշխանության կողմից յուրաքանչյուր անգամ այդ 5-րդ շարասյան թեզը շրջանառության մեջ դնելուց հետո անպայման իշխանությանը սատարող թեկուզ փոքրաթիվ, բայց այնուամենայնիվ ագրեսիվ մի մասը սկսում է այդ 5-րդ շարասյան թեզը տարածել առանց հասկանալու, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում 5-րդ շարասյունը։ Շատ կարճ ակնթարթ հատկապես իշխանության կողմնակիցների համար, որպեսզի նրանք պատկերացում կազմեն, թե ինչ է իրականում այդ 5-րդ շարասյունը ու հետևություններ անեն, թե իրականում ով է 5-րդ շարասյան ներկայացուցիչը, իշխանությունը թե ընդդիմությունը։ Եվ այսպես 5-րդ շարասյունը դա գեներալ Ֆրանկոյի գործակալական ցանցներ, որը գործում էր Իսպանիայում 1936-ից 39 թվականներին հեղափոխական պատերազմի ժամանակ։ Նպատակը հետևյալն էր. ֆաշիստական խռովարարները պետք է 4 շարասյունով գրոհեին Մադրիդի վրա եւ ամենավճռական պահին 5-րդ շարասյունը թիկունքից պետք է հարված հասցներ մադրիդցիներին, այդքանով օգնելով թշնամիներին գրավելու Մադրիդը։ Եվ այսպես, հիմա եկեք հետևողականորեն գնանք, թե Հայաստանում ով է իրականում ստանձնել 5-րդ շարասյան դերակատարումը։ 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, արդեն իսկ աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ հին աշխարհակարգը փլուզվում էր։ Տարածաշրջանում շեշտակի աճել էր Թուրքիայի դերը։ Ադրբեջանը արդեն իսկ հանդես էր գալիս ագրեսիվ հռետորաբանությամբ։ Եվ այդ իրավիճակում Նիկոլ Փաշինյանը ստանձնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, նա փոխանակ հերվածներ, գտներ ճանապարհներ, որպեսի լուծման ուղիներ փնտրելու միջոցով հերվածներ պատերազմը Հայաստանից, նա իր քայլերով եւ հայտարարություններով արեց ճիշտ հակառակը։ Պատերազմը օր առաջ մոտիկացրեց Արցախի եւ Հայաստանի Հանրապետության շեմին։ Հետևաբար, հարգելի հետևորդներ, ով էր կատարում այդ օրերին 5-րդ շարասյան դերը, երբ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում էին հարձակում նախապատրաստել Արցախի վրա, իսկ ներսում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր հետևյալը. գնալով Արցախ նա հայտարարում էր, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Այնուհետև սպառնում էր Ալիևին, որ Բաքվում հեղաշրջում կիրականացնի։ Դրան զուգահեռ Ռուսաստանի հետ հետևողականորեն փչացնում էր հարաբերությունները, նախ հայտարարելով, որ Լավրովը ստիպված է ադապտացվել իրավիճակին, այնուհետև ցավակցություններ էր հայտնում Պուտինին նրա Հայաստանում գտնվող ընկերների առնչությամբ, հետագայում, երբ որ Պուտինը ժամանեց Հայաստան, նա Պուտինին դիմավորելու ուղարկեց Հայաստանի ԱԳ փոխնախարարին, որն էր այդտեղ քաղաքական խոշոր սխալը։ Ռուսաստանը, հարգելի հետևորդներ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ է, եւ երբ որ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ պետության ղեկավարը գնում է որևէ մի այլ պետություն, լինի աշխատանքային, պաշտոնական թե պետական այցով, ապա ըստ դիվանագիտական կանոնակարգի նրան անպայման դիմավորում է օդանավակայանում տվյալ
պետության ղեկավարը։ Իսկ Պուտինին Հայաստանում դիմավորեց Շավարժ Քոչարյանը, որը այդ ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարարն էր։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը բացի հայտարարություններից գործնական վիրավորանք հասցրեց նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնական դաշնակցին, այն էլ պատերազմի շեմին։ Հետևաբար դատենք ինքներս, ով էր Հայաստանում իրականում 5-րդ չարասյունը այդ օրերին։ Դրան հաջորդեց արդեն Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը Արցախի հանրապետության վրա։ Նիկոլ Փաշինյանը ամեն օր հայտարարում էր մոտավորապես հետևյալը, որ մեր բանակը ջախջախի չարվածներ է հասցնում, մեր բանակը գնում է առաջ, մի հավատացեք Ալիևյան լկտի ու կեղծ ստերին եւ այլն, սակայն իրականությունը միանգամայն այլ բան էր ցույց տալիս, որ Ադրբեջանն է քայլ առ քայլ առաջ գալիս, քանդելով մեր պաշտպանական գծերը, ընդ որում քանդելով գերագույն հրամանատարության անգործության պատճառով։ Այնուհետև եկավ Շուշիի հանձնման օրը։ Ուշադրություն դարձրեք, հարգելի հետևորդներ, այն նույն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Շուշին, նա եթերով հայտարարեց, որ Շուշիի համար մղվող մարտերը չեն դադարում։ Այսինքն նա գիտակցորեն մահվան տարավ այն զինծառայողներին, որոնք այդ պահին կռվում էին Շուշին ամուր պահելու համար։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը արդեն հանձնել էր Շուշին։ Ով էր, հարգելի հետևորդներ, ըստ այդմ 5-րդ չարասյան ներկայացուցիչը եւ ով էր թշնամու լայնամասշտաբ հարձակման ընթացքում ներսից օգնում թշնամիներին։ Հետագայում նոյեմբերի 9-ի չարաբաստիկ կապիտուլյացիոն ակտից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնեց նաև այն շրջանները, որոնք երբևէ բանակցային սեղանի շուրջ չեն եղել, հատկապես խոսքը վերաբերում է Լաչինին եւ Քարվաճարին։ Նիկոլ Փաշինյանը առանց մի կրակոցի, առանց մի փամփուշտի հանձնեց Ադրբեջանին նաև ուզում եմ շեշտել, նաև Լաչինն ու Քարվաճարը։ Հարգելի հետևորդներ, հիմա մանրամասը չքննարկենք մեր այդ ողբերգական էջերը, որովհետև բոլորիս է հայտնի, թե այդ օրերին ինչ էր կատարվում։ Սակայն եկեք հնարավորինս չափ վերականգնենք ժամանակագրությունը եւ գնանք առաջ։ Մի փոքր խախտումով, իհարկե ժամանակագրության առումով, այստեղ հարկ է շեշտել, որ այն ժամանակահատվածում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ հայրենասիրական բոցաշունչ ելույթներ էր ունենում եւ բոլորին մղում էր պատերազմի, բոլորին մղում էր մահվան, միաժամանակ հանձնելով Արցախի քաղաքներն ու բնակավայրերը, անմիջապես կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո նա հայտարարեց, որ զղջում է, որ ավելի շուտ չի ասել, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Նման հայտարարությամբ կարող էր հանդես գալ միայն ու միմիայն 5-րդ Շարասյան ներկայացուցիչը, քանի որ յուրաքանչյուր տարական բարոյական նորմեր ունեցող մարդ առնվազն գոնե ներողություն կխնդրեր, կխոստովաներ իր թերությունները եւ կխոստովաներ, որ պարտության մեջ ունի նաև իր ահռելի առյուծաբաժին մեղքը, էլ չասած, որ իրականում բարոյականություն ունեցող մարդը պարզապես հրաժարական կտար, բայց ոչ, Նիկոլ Փաշինյանը շարունակեց իր 5-րդ Շարասյան դերակատարումը էլ ավելի խորացնել եւ էլ ավելի ծառայություններ մատուցել Ադրբեջանին, որովհետեւ բացի Արցախի հանրապետությունը հանձնելուց, ինչու եմ շեշտում այս պահին ամբողջ հանրապետությունը, որովհետև դրան հաջորդեց Հակարի կամրջի փակումը, Արցախի ամբողջական շրջափակումը եւ միայն 5-րդ Շարասյան ներկայացուցիչը իդեմս Նիկոլ Փաշինյանի այդ օրերին կարող էր մատը մատին չխփել եւ որևէ օգնություն ցուցաբերել մեր արցախցի հայրենակիցներին։ Ադրբեջանը դիմեց լայնամասշտաբ երկրորդ հարձակմանը Արցախի նկատմամբ
ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանի օժանդակությամբ անգործության արդյունքում Ալիևը հասավ Արցախի ամբողջական հայաթափմանը։ Բնականաբար Արցախի հարցը այդպես լուծելուց հետո Նիկոլ Փաշինյանը անցավ Հայաստանի Հանրապետությունը մասնատելուն։ Շատերը այսօր մոռացել են, որ պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանին հանձնվեց Գորիս-Ղափան ճանապարհը։ Հիմա նայեք, հարգելի հետևորդներ, ընդդիմությանը մեղադրում են 5-րդ Շարասյան դերակատարումը ստանձնելու մեջ, սակայն որևէ ողջամիտ բացատրություն չի կարող տրվել, թե այդ ինչ պետք է աներ ընդդիմությունը, այդ ինչ լծակներով պետք է գործեր ընդդիմությունը, որպեսզի օգուտ կարանար բերեր Ադրբեջանին, եւ առասարակ այդ ինչ օգուտ է ընդդիմությունը բերել Ադրբեջանին, որ նրան իշխանությունը որակում է որպես 5-րդ Շարասյուն, իսկ իշխանությունների կողմից Ադրբեջանին մատուցված ընծաների շարքը դեռևս շարունակվում է, որովհետև Գորիս-Ղափան ճանապարհի հանձնումին հաջորդեց Սև լճի հանձնումը եւ Նիկոլ Փաշինյանը բառացի հայտարարեց, որ մենք չենք պատրաստվում կռվել ինչ որ մի լճի 30%-ի համար, այնուհետև հայտարարեց, որ մենք չենք պատրաստվում կռվել ինչ որ մի սարի, ամայի սարի համար։ Պատմությունը, հարգելի հետևորդներ, ցույց է տալիս, որ սովորաբար հայրենասիրությունը ուղղորդվել է զոհողություններով եւ մարդիկ զոհվել են յուրաքանչյուր մետրի համար, իսկ Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ սարի համար հայտարարեց, որ մենք չենք պատրաստվում կռվել, ընդ որում դա միայն սար չէր, այլ ռազմավարական կարևորագույն բարձունք։ Դրան հաջորդեցին, հարգելի հետևորդներ, Սյունիքի բնակավայրերի հանձնումը Ադրբեջանին, հաջորդեց Ջերմուկի տարածքների հանձնումը Ադրբեջանին, որը ճիշտ է զուգորդվեց պատերազմով, բարեբախտաբար հայկական բանակի մարտունակության, ինքնազոհության արդյունքում Ադրբեջանին չհաջողվեց գրավել Ջերմուկը, սակայն դիրքավորվեցին Ջերմուկի մատույցներում եւ գլխավոր շտաբի պետը եռաբլուրում լրագրողների այն հարցին, թե ինչպես հաջողվեց ադրբեջանցիներին գրավել Ջերմուկի հարակից տարածքները, ԳՇՊ-ը պատասխանեց ճիշտ այնպես, ինչպես ձեզ հաջողվել է մոտենալ ինձ։ Այսինքն ԳՇՊ-ի սեփական անձը նույնացվեց Ջերմուկի մեր տարածքների հետ եւ լրագրողների կողմից ԳՇՊ-ին մոտենալը դարձավ նույնը, ինչ ադրբեջանցիների կողմից Ջերմուկի տարածքների գրավումը։ Հետևաբար, հարգելի հետևորդներ, ես չեմ ասում, դուք ինքներդ հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներ, որոնք այդ թեզը այդպես ակտիվորեն շրջանառում են, գոնե մի անգամ փորձեք շարժել ձեր ուղեղը եւ մտածեք, թե ի վերջո ով է Հայաստանում 5-րդ Շարասյան ներկայացուցիչը եւ որ ուժերն են այս աստիճան օգնել Ադրբեջանին։ Պատասխանը ինքներդ էլ գիտեք, ՔՊ-ական իշխանությունների զատ ոչ ոք Ադրբեջանին այս աստիճան նվիրատվություններ եւ օգնություն չի ցուցաբերել։ Ջերմուկին հաջորդեցին նաեւ Տավուշի տարածքները եւ միայն 5-րդ Շարասյան ներկայացուցիչը նախ կարող էր Հայաստանի Հանրապետության տարածքները հռչակել ադրբեջանական, այնուհետև նոր հանձնել Ադրբեջանին ներքին լսարանին մատուցելով այնպես, իբր Հայաստանի ինքնիշխան տարածքներից ոչինչ չի տրվել։ Եվ որպես վերջնաբան եկեք անդրադառնանք նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությանը։ Ալիևը մշտապես հայտարարում էր, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում արկա են դրույթներ, որոնք տարածքային պահանջներ են ներկայացնում Ադրբեջանի նկատմամբ։ Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից պետք է հանվի անկախության հռչակագիրը, քանի որ անկախության հռչակագիրը այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն գոյություն ունենալ չի կարող։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության հասցեին հնչեցրեց նույն սպառնալիքը, ինչ որ հնչեցնում է Ալիևը։ Այսինքն
Նիկոլ Փաշինյանը այլևս 5-րդ Շարասյան թաքնված ներկայացուցիչ չէ։ Նա այսուհետ գործում է բացահայտ եւ նա այսուհետ բացահայտ հանդես է գալիս որպես 5-րդ Շարասյան պաշտոնական ներկայացուցիչ, որը քայլ առ քայլ, բառ առ բառ ի կատար է ածում բոլոր այն պահանջները, որը ներկայացնում է Ալիևը։ Իհարկե, ձեր կողմից հաճելի է հանրությանը, խոսքս հիմա ուղղում եմ իհարկե իշխանությանը, ձեր կողմից հաճելի է հանրությանը մանիպուլացնել արտահայտություններով, որոնց մասին լայն շերտերը գուցե այդքան էլ տեղեկություններ չունենալ եւ բնականաբար Արիստոտելը ժամանակին խորհուրդ էր տալիս, որ եթե հասարակությունը քո բառերը չի հասկանում, ապա ավելի մեծ ազդեցություն թողնելու համար խոսիր նրա հետ էլ ավելի անհասկանալի բառերով։ Սակայն մի բան ակնհայտ է, հասարակությունը իր վրա շատ լավ զգում է ձեր աղետալի իշխանության հետևանքները եւ հասարակությունը շատ պարզ տեսնում է իր հայրենիքի աստիճանաբար ու անկասելի փոքրացումը եւ գալու է օրը, որ դուք ինքներդ եք կանգնելու դատարանի առաջ որպես 5-րդ Շարասյան ներկայացուցիչներ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։